Ինձ երբեմն, լավ չէ, երբեմն չէ, շատ հաճախ թվում է, որ մենք ապրում ենք աբսուրդի թատրոնում։ Բաց երկնքի տակ թատրոն ասա, բայց շատ սպეციფიկ թատրոն։ Ոչ հասկանում ես դերասանն ով է, ոչ էլ հասկանում ես հանդիսատեսն ով է։ Մարդիկ իրանց կյանքը ապրում են այնպես, ինչպես ստացվում է։ Ու հիմա ես Նիկոլի մասին չեմ, արդարության համար Նիկոլը ասեց, չէ, ոչինչ չեն կանելու։ Ես համայնքապետի մասին եմ։ Ես համայնքում ապրող այն մարդկանց մասին եմ, ովքեր մի հատ էս մարդուն բոլորով չեկան ու չասեցին, որ խնդիր կա, մի բան այն չի էս ամեն ինչում։ Չգիտեմ ընկերներ, անկեղծ չգիտեմ, այս նախընտրական շաբաթները ինչ արդյունքով էլ ավարտվեն, մենք ակնհայտ լավ չենք։ Մենք պիտի գտնենք ուղիներ, բազային բանականությունը, արժեքները, կապերը այս պառակտված հասարակության մեջ վերականգնելու։ Իշխանություն փոխելը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է, դա շատ կարևոր է գիտակցել, նորից եմ ասում, պարտադիր է, որ սրանք հեռանան, բայց ոչ բավարար, որովհետև անդունդը մարդկանց մեջ այսօր անդունդ պարզապես արժեքային, բարոյական, հոգեբանական։ Այս խնդիրների մասին պետքա բաց, շիտակ, առանց քողարկելու խոսել մարդկանց հետ, ոչ թե համերգ փառատոն դարձնել ողջ այս նախընտրական արշավը։ Դա էլ է ինձ ճիշտ ասած աբսուրդի թատրոնի վայբ տալիս։ Ինչի վրա ենք ուրախանում, ով է ուրախանում, ինչ առիթ կա ուրախանալու համար։ Ունենք մոլորված, ահաբեկված, ամենօրյա շանտաժի ենթարկվող, խաբված ու խաբվող մի ժողովուրդ, կամ բոլորին հավասարապես ատող, կամ ապաթիայի մեջ, կամ արժեքներն ու բանականությունը sense լրիվ իրար խառնած, ու դրան զուգահեռ ինչ որ համատարած խինդ ուրախություն։ Ես իմ լավ չի։ Որպես վերջաբան մի հատ նկար եմ ուզում ձեզ ցույց տալ, որից ես միշտ շատ հուզվում եմ։ Հեսա նկարը։ Որդուն կորցրած հայրը Դավիթ Համալյանը եւ հայրերին կորցրած որդիները։ Այս հոլովակը պատրաստելիս նորից Facebook-իս feed-ում տեսա այս նկարը ու մտածեցի, որ ճիշտ վերջաբան կլինի ասելիքիս համար։